Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի այսօրվա զրուցակիցը դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, երեք բուռն, այսպես մեկի հետևից սկսվեցին խուզարկություններ, ձերբակալություններ, կալանավորումներ։ Նախ իշխանությունը իրեն պատկանող թերթում հրապարակեց հեղաշրջման պլան, ինչպես իրենք են նշում, ու հետո քննչական կոմիտեն ձայնագրություններ, տեսանյութեր հրապարակեց եւ պնդում են, որ ընդդիմությունը Հայաստանում պատրաստվում էր ահաբեկչություն եւ բռնի իշխանության զավթում իրականացնել։ Ինչ կասեք, քանի որ նշում են մի մասը չի վստահում քննչական կոմիտեի ձայնագրություններին, հաղորդագրություններին ու նշում են, որ այս ամենը մոնտաժված էր, ձայնագրված, իշխանություններն էլ հակառակն են պնդում։ Տեսեք, իշխանության քայլերը հասկանալու համար միայն երեկվա իրադարձությունները դիտարկելը շատ սահմանափակ կլինի։ Մենք պարտավոր ենք դիտարկել առնվազն վերջի 2 ամիսների համատեքստը, որտեղ թիրախավորվեցին հայ առաքելական սուպ եկեղեցին, թիրախավորվեց եկեղեցու աջակցությամբ հանդես եկած Սամվել Կարապետյանը, որն ի դեպ ամբաստանվում է մաքուր քաղաքական դրդապատճառներով, այսինքն Կարապետյանի խոսքում որևէ բռնության բաղադրիչ չկա։ Բացարձակապես, այդ լրիվ շինծու գործ է, նույն տրամաբանությամբ բարևելու համար մեզ կարող են կալանավորել, որտեղ բարևի արտահայտման ձևի մեջ բռնության բառ հայտնաբերեն կամ ասեն բն եւ բարևն ու բռնությունը երկուսն էլ բ տառով է սկսվում, օրինակ։ Նիկոլ Փաշինյանի նպատակը շատ պարզ է։ Ինքը երկրում ուզում է հաստատել տոտալիտար կառավարում, որտեղ ավելի հարմար գործիք չգիտի իշխանությունը պահպանելու համար այս պահին, կամ չունի, սպառել է բոլոր մնացած գործիքները, եւ այդ ճանապարհին թիրախավորում է բոլոր ազդեցիկ ինստիտուտները, գործիչներին, դիմադրության ենթադրյալ կենտրոնները։ Այս ծիրումը, որ եկեղեցու դեմ թիրախավորում առաջացել այլ գործիչների, երեկվա իրադարձությունները նույնպես տեղավորվում են այս համատեքստում անշուշտ։ Այդ տոտալիտար կառավարման ձգտումն էլ ունի եւ արտաքին մոտիվներ եւ ներքին մոտիվներ, որտեղ եկեղեցու մասին օրինակ շատ ներդաշնակ են մեր իշխանությունների եւ Ադրբեջանի քաղաքական եւ հոգեվոր գործիչների հայտարարությունները։ Պարզ է, որ ասացի Նիկոլ Փաշինյանի նպատակը հասկանալի է տոտալիտար կառավարման հաստատումը։ Եվ նա այդ բռնություններով, խոզարկություններով, գրեիկ ուժի ցուցադրություններով խաթարում է։ Մեկ ասեք, որևէ հիմք չկար երեկվա խոզարկությունների։ Երկրի սահմանադրական հիմքեր են։ Սա Նիկոլ Փաշինյանի մասով։ Կոնկրետ երեկվա իրադարձությունների հարցում, բայց իմ մոտ կա մտահոգիչ մի ասպեկտ, դա ինձ շատ է մտահոգում, դա ձայնագրությունների բովանդակությունն է։ Եթե նույնիսկ դրանց նկատմամբ միջամտության փաստ կա, որտեղ այդ ձայնագրությունների մեջ այնուամենայնիվ քաղաքական բռնության ինչ-որ էլեմենտներ կան, որը ես կատեգորիկ չեմ ընդունում։ Որևէ փոփոխություն, որևէ ազնիվ նպատակ չի կարող արդարացնել քաղաքական բռնության հնարավորությունը։ Այլ խոսքով Նիկոլ Փաշինյանի տոտալիտար նկրտումների լավագույն այլընտրանքը քաղաքական բռնությունը չի։ Ընդհակառակը այդ ձայնագրությունները եւ դուք անշուշտ որպես ԶԼՄ-ի ներկայացուցիչ նկատել եք իշխանության համար նվեր դարձան, որտեղ այդ ձայնագրությունների հետևանքով ծայրահեղական ուժի պիտակը նրանք փորձում են կպցնել ամբողջ ընդդիմությանը, որոնք ընդհանրապես այդ խոսույթի հետ կապել չունեն նույնիսկ։ Դրա համար եմ ասում։ Այսինքն ով աջակցում է, զորակցություն է հայտնում։ Գիտեք, քաղաքական հետապնդման փաստ գոյություն ունի։ Ես Նիկոլ Փաշինյանի տոտալիտար կառավարում հաստատելու նկրտումները ծայրից ծայր քննադատում եմ եւ ջախջախում եմ, բայց դրա հետ միասին չեմ կարող խրախուսելի համարել նաեւ այդ ձայնագրությունների միջի բովանդակությունը։
Տարբեր բաներ են, այսինքն չի նշանակում, որ ես Նիկոլ Փաշինյանի քննադատում եմ կամ մերկացնում եմ նրա քաղաքականությունը, պիտի խրախուսեմ ցանկացած խոսք, որը հնչում է նրա հասցեին, այդ թվում բռնություն պարունակող։ Այսինքն ես օբյեկտիվ դիրքերից Նիկոլ Փաշինյանի բռնություններն ու ռեպրեսիաները դատապարտում եմ, բայց ճիշտ չեմ համարում նաև ձայնագրությունների այն բովանդակությունը, որ երեք մեզ հասանելի է դարձել որպես հասարակություն։ Բայց ամեն դեպքում ըստ ձեր դիտարկման միջամտություն կան այդ ձայնագրություններում։ Ես չեմ կարող պնդում անել։ Փաստաբանական խումբը Փաստաբանը նշել է, որ մոնտաժված են պահանջեն փորձաքննություն։ Եթե ուզում են օբյեկտիվ պատկեր ստանալ, ես իրավաբան չեմ, բայց քաղաքական քրեական գործերով անցել եմ, գիտեք, ժամանակի։ Պարոն Սուրենյանց, իսկ հրապարակված այդ թուղթը, հեղաշրջման պլան, ընդդիմությունը ասում է, մենք երբևէ նման թուղթ չենք տեսել։ Դա անհետեցություն է։ Ու Սիվիկի պատվալներում է գրվել, ինչպես իրենք։ Դա անհետեցություն է, դες չգիտեմ որտեղ է գրվել, Նիկոլ Փաշինյանի Իվան Դուղեղում է գրվել այդ թուղթը։ Այդ անհետեցությունը այդ փաստաթուղթը, այնտեղ նույնիսկ բռնության բանել չկա այդ փաստաթղթում։ Անհետ նախադասությունների հավաքածու է, նույնիսկ ոչ այնքան լավ հայերենով շարադրված, այդ թողենք, այդ հրապարակեցին, որ մյուս օրը արդարացնեն այդ։ Ու այդտեղ նաև, ինչպես նկատեցինք, նշված տարեթվերի հետ կապված 24 թվականներ այնտեղ նշված։ Ամեն դեպքում, եթե իսկապես նման պլան կար ու ինչպես նշվում է այդտեղ 24-ին է գրված եղել, այդ դեպքում մի տարի շարունակ իրավապահները ինչ էին անում։ Ես այդ թղթի հետ կապված որևէ բովանդակային քննարկման մեջ չեմ ուզում մտնել, որտեղ ի տարբերություն ձայնագրությունների, որ ինձ մտահոգել է, այդ թուղթը իմ մոտ ծիծաղ ու քմծիծաղ առաջացրել։ Դա քննարկելու բան չկա։ Պարոն Սուրենյանց, այսօր նաև հայտնի դարձավ, որ նոր գործ է հարուցվել արդեն Միքայել Սրբազյանի նկատմամբ կրկին նույն հիմքով իշխանության զավթման կոչ, ու բոլոր հետքերը կարծես տանում են նրան, ինչպես դուք էլ նշեցիք, ով որ զորակցություն է հայտնում, բոլորի վրա տարածվում է, հնարավոր է այս ամենը տանի նրան, որ կաթողը կոսինի վերջո, քանի որ 3 մայրաթոռի հայտարարություններից հետո արդեն իշխանությունները նման անոնս անում են, որ տեսեք կաթողիկոս Գիտեք, Նիկոլ Փաշինյանից այլևս որևէ բան որնականի պետք չի զարմանալ, որտեղ նա խելամտության, ողջամտության բոլոր սահմանները ջնջել է։ Եվ ես չեմ բացառում, որ նա գնա եկեղեցու դեմ գործնականում արդեն քստմնելի ինչ-որ կամպանիաներ, ձերբակալություններ, ինչ-որ տեսանյութերի հանրայնացում, ոստիկանական, ռեպրեսիվ ամբողջ մեքենան նա աշխատացնելու է։ Այստեղ ամբողջ խնդիրը մեր որպես ընդդիմություն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի քայլերին հետևելն ու դրանց գնահատական տալն է, դա բավարար չի։ Մենք պարտավոր ենք առնվազն դիմադրության այնպիսի կենտրոն ձևավորել, որը թույլ չտա Նիկոլ Փաշինյանի մտադրությունների իրագործումը, որում հանգիստ թողելով եկեղեցու, որ ասում եմ մենք եսի նկատի ունեմ քաղաքական դասը։ Պարոն Սուրենյանց, երեկվա այդ ձայնագրություններում և այդ տեսանյութերում, քանի որ այս տեսակետը նա է շրջանառվում, որ ընդդիմության ներսում հենց այդ սրբազան շարժման կա դավաճանություն ու հենց ներսից է ամենը տեղի ունեցել, այս տեսակետը որքանով է։ Դե հիմա գիտեք, ես մի տարի առաջ բացեք հարցազրույցներս, բոլորը YouTube-ում կան, այնպես չի որ հիմա հետ գրության կարգով ստեղծագործում եմ, զգուշացրել եմ, որ սրբազան պայքարը ճիշտ ուղով չի գնում։ Գնում է քաղաքական մարգինալացման, ինչի հետևանքները լավ չեն լինելու։ Մի տարի առաջվա իմ զգուշացման հետևանքները այսօր մենք տեսնում ենք։ Եթե նկատի ունեք արդյոք պետությունը այդ կառույցում ունեցել է գործակալներ, թե չէ, զայնագրությունների փաստահապացուցում է, որ այո։
Եվ այս դեպքում արդեն այս գործերը տեսանք, որ 2 ամիս կալանք, սա իհարկե նախնական է, այս գործընթացները որքանով են լինելու շարունակական, այսքանով կավարտվի, թե հնարավոր է Եթե դիմադրության կենտրոն չձևավորենք, այլընտիմադիրների նկատմամբ եւս, այլընտիմադիրների ուրեմն եթե դիմադրության կենտրոն չձևավորենք, Նիկոլ Փաշինյանը խժռելու է այս պետության բոլոր քաղաքական, քաղաքացիական, հոգևոր ինստիտուտները, մեր քաղաքական, քաղաքակրթական բոլոր արժեքները։ Դա չի բավարարում, չէ՞ միայն եկեղեցով։ Տեսեք ամբարտավանությունը, որով գրոհել է առաջին նախագահի դեմ։ Վաղը իմուտ ձեր դեմ կարող է գրոհել։ Ասում եմ, եթե մենք դիմադրության կենտրոն չձևավորենք, Նիկոլ Փաշինյանը ձգտելու է տոտալ վերահսկողության բոլոր ինստիտուտների ու ոլորտների նկատմամբ։ Եվ պարոն Սուրենյանց, նաև դուք քանի որ նշեցիք պետք է դիմադրության կենտրոն ձևավորել, ինչ է դա ենթադրում, ովքեր են ներառվելու, որ ուժերն են կամ գործիչներն են պատկերացնում այդ շրջանակները։ Տեսեք, քաղաքական շատ լայն կոնսոլիդացիա է պետք, զոհաբերելով անձնային կուսակցական շահերը, քաղաքական շատ լայն կոնսոլիդացիա է պետք, որը պիտի մերժի մի կողմից տոտալիտարիզմը Նիկոլ Փաշինյանի, մյուս կողմից չտրվի արկածախնդրության կամ ծայրահեղականության գայթակղությանը եւ փորձի մի 4-5 կետերի շուրջ գալ ընդհանուր հայտարարի օր առաջ իշխանափոխություն իրականացնելու համար։ Այդ ճանապարհին կարող է թե իմպիչմենտի գործիք օգտագործվել, թե համաժողովրդական շարժման կայացումը որպես խնդիր դիտարկել։ Բայց իմպիչմենթը ըստ ձեզ այլևս արդիական է։ Գիտեք, իմպիչմենտը Նիկոլ Փաշինյանի վերջի քայլերից հետո ավելի արդիական է։ Բայց իմպիչմենտի ներսում չի կարողանում։ Իմպիչմենտը նպատակ չի, իմպիչմենտը գործիք է։ Ընդդիմության անելիքը պետք է լինի համաժողովրդական շարժում գեներացնելը։ Այդ որ ասում եմ դիմադրություն, առաջին համաժողովրդական շարժման կայացումի նկատի ունեն։ Հասարակության լայն մասնակցության մի շարժում, այդ շարժումը եթե կայանա, մեկ այդ շարժման կայացումից հետո արդեն գործիքներից որն է ավելի արդյունավետ, հանգիստ կարող ենք դիտարկել։ Իմպիչմենտն էլ կարող ենք դիտարկել, Փաշինյանի հրաժարականին հասնելն էլ փողոցի միջոցով կարող ենք դիտարկել, ընտրություններով իշխանություն փոխելն էլ կարող ենք դիտարկել։ Այսինքն կարևորը հասարակությանը գործոն դարձնելն է։ Հիմա ինչա Նիկոլ Փաշինյանը այսքան ամբարտավան իրան պահում։ Որտեղ ինքը ունի ռեսուրսներ, ընդդիմադիրները չունեն այդ ռեսուրսները, հարձակվում ընդդիմադիրների վրա, իր բոլոր վարչական ուժային ռեսուրսներով եւ գործընթացից բացակայում է հասարակությունը։ Ուրեմն քանի դեռ ընդդիմությունը հասարակությունը չի կարողացել մասնակից դարձնել ուրեմն process-ին, պատժիչ ոստիկանի պետք է սպասեն բոլոր ընդդիմադիր գործիչները, այսօր մեկի տուն են գնում, վաղը մյուսի տունը կգնա։ Բայց երեկվա այդ կալանավորումները արդյոք անոնց չէր, որ եթե փորձեն այդպես փողոցային պայքար կամ ինչ-որ մի ալիք, ապա բոլորը պետք է։ Ոչ, եթե մտածված զանգվածային փողոցային պայքարի գնան, բռնությունները ռեպրեսիան իր էֆեկտը կորցնում է, որին բռնեն, քանի մարդու բռնեն։ Նիկոլ Փաշինյանին պետք է ցույց տալ, որ իր ընդդիմությունը ամբողջ ժողովուրդն է։ Ոչ թե Սուրենը, Պողոսը, Պետրոսը կամ մյուսը, հա։ Այդ դեպքում ձերբակալություններն ու բռնությունը էֆեկտը կորցնում են։ Իսկ հիմա ինքը ֆրագմենտացրել է ընդդիմությանը, անհաշտ հեղինակազրկված ընդդիմադիր տարբեր սեգմենտներ են, չէ՞։ Բոլորից մասն է խոսքը։ Ինքը ֆրագմենտացրել է բոլորից, հերթով առանձին թիրախավորում է։ Պարոն Սուրենյանց, եւ վերջում նաեւ հեծի հետ կապված գիտենք մի նոր այսպես նախաձեռնություն է սկսել նախ Սամվել Կարապետյանը ու հիմա էլ պնդում են, որ պետք է հեծը պետականացվի ու Նիկոլ Փաշինյանն էլ նախորդին, եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ արդեն ծրագիրը կա ու ազգային ժողով կմտնի։ Դա հանցագործության մասին, նոր հանցագործության մասին հրապարակային հայտարարությունը, ուրեմն սեփականության վերաբաժանում կարող է տեղի ունենալ քաղաքակիրթ
որը չհամարվի քաղաքականապես մոտիվացված միայն այն դեպքում, եթե պետությունը համաձայնության գա սեփականատիրոջ հետ, ընդ որում նրան կոմպենսացնելով ամբողջ ծավալով, հա? Բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ընտրել է այլ ճանապարհը, խորհրդարանական մեծամասնության ճանապարհով որոնք փոխել կամ գործադիրի որոշման մակարդակով ինչ-որ խաղի կանոն փոխել եւ այլն, սա սեփականության տոտալ վերաբաժանում է ենթադրում քաղաքական մոտիվով, սա չի կարող քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունվել, սա չի կարող բիզնեսի կողմից ընկալվել, որտեղ ինքը նշանակում է, որ կապիտալը փախչելու է Հայաստանից, եթե Նիկոլ Փաշինյանը իրականություն դարձնի իր ծրագիրը, որտեղ կապիտալը չի սիրում քաղաքականություն։ Բայց անգամ մեխանիզմ էլ չեն ներկայացնում, թե ինչպես է։ Օրինական մեխանիզմ գոյություն չունի, դրա համար չեն կարող ներկայացնել։ Ինչ են ներկայացնել, կուլակաթափությունը չի կարող մեխանիզմ ունենալ։ Իսկ իրանք ինչ որ անում են, անունը կուլակաթափություն է։ Սիրուն բառեր են գտել սեփական բան, ազգայնացում, պետականացում։ Դե նշում են, ասում են։ Գոնե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ օտարերկրյա ներդրումների մասին դժգոհություններ կա հետ։ Դժգոհություններ կա, դրա համար կարգավորող մարմին կա։ Տնտեսական մրցակցության հանձնաժողով կա, հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով կա։ Գործիքներ ունի պետությունը, որ անբարեխիղճ տնտեսվարողի նկատմամբ տուգանքների կամ այլ մեխանիզմով ստիպում է նրան կատարել իր պարտականությունների պատշաճ։ Դա կուլակաթափություն է, չի դրա ճանապարհը։ Աշխարհի բոլոր ուրեմն բիզնեսներում էլ առաջանում են ֆորս մաժորներ, առաջանում են խնդիրներ, դա չի նշանակում պետությունը պիտի չագուճը վերցնի ձեռքը եւ կուլակաթափություն իրականացնի։ Մյուս կողմից ձեզ ու մեզ չի ներկայացվել երաշխիքներ, որ եթե պետականացվի հեծը, որակ ավելի կբարձրանա, հակառակը ակնարկել են սակագնի բարձրացման հնարավորության մասին։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ այսօր մեծ զրուցակիցը Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն էր։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։